Կարմիր խաչը մեզ առաջարկեց մեր ցավը, մեր այդ վիճակը արտահայտելու ձև, ինչ կուզենանք, ոնց կուզենանք ներկայացնենք, այլ մարզերում ներկայացվել է նկարի տեսքով, թե ինչպես ասենք իր վերջին ոնց կոշիկը հանե գնացել է, այսպես մնացել է, նկարների տեսքով ա եղել, մեկ այլ վայրում, մեկ այլ ձևով ա եղել, մենք ուզեցինք ներկայացման ձևով։ Ճիշտն ասած, շատ զարմանալի էր սկզբում, շատ թվում էր, թե անիրական է այս վիճակը ներկայացնել, բայց մենք տեսել ենք վերջին փորձը, ռեժիսոր Ռոբերտ Առաքելյանի կազմակերպած ռեժիսորը ինքն է, դերասանները շատ լավ խաղացին։ Այս տեսակ ցավը ներկայացնելը աներևույթ մի բան, որ չգիտես, անորոշության մեջ գտնվող անհայտի կարգավիճակը ներկայացնելը ու խաղալը շատ դժվար է։ Երբ կարոտում եմ որդուս, բայց գրկել չեմ կարոտում։ Երբ չգիտեմ ինչ է կատարվել ու ինչ է կատարվում նրա հետ ու ես իզորու չեմ նրան օգնել, խելագարությանը բասնի։ Ամեն մեկի երեխու պատմությունն է, մեզնից է եկած սա հորինված չի, սա յուրաքանչյուր ծնողի յուրաքանչյուր զավակի պատմությունը, որը մենք ներկայացրել ենք ռեժիսորին, ռեժիսորը դարձրել է գործ, եւ ես հուսով եմ, որ այս ներկայացումը մեծ լայն հեռուստադիտող կունենա, արձագանք կունենա եւ տարբեր, ես ուզում եմ նաեւ ցանկությունը սա, որ տարբեր լեզուներով հրապարակվի տարբեր երկրներում, որ սա դիտվի որպես ցավի ու անորոշության մեջ ապրող ծնողի ու զավակի կապը, որ միգուցե մեջները խիղճ արթնանա, հասկանում եք, փորձեն մի լուծում տալ այդ հարցին։ Պատերազմ գնալու օրը որդիս հանել է իր կոշիկները, հագել զինվորական կոշիկները եւ այդ օրվանից մինչեւ այսօր նրա կոշիկները մերի կողքին դրած սպասում են իր վերադարձին։